Պարոն Կարապետյան, կունենանք երբևիցե մեր հաղթող բանակը։ Ես ձեզ ասեմ, դրա համար շատ բան պետք չի։ Դրա համար պետք է, որ համապատասխան մասնագետները վերադառնան բանակ։ Բանակը ղեկավարեն մասնագետներ։ Ինչի մենք հասկանում ենք, որ առողջապահության նախարարը պետք է ղեկավարի բժիշկ, բայց չենք հասկանում, որ մեր բանակ պետք է ղեկավարի զինվորական։ Անուն ենք դնում այնտեղ, որ պետք է վերահսկողություն սահմանենք, չգիտեմ ինչ սահմանենք, ինչ վերահսկողություն։ Դուք մտեք մեր պաշտպանության նախարարությունը։ Զինվորական համազգիստով ոչ մեկին չեք տեսնի համարյա։ Մտեք, նախարարություն եմ ասում, ոչ թե գլխավոր շտաբ։ Գնացեք, մի օր մտեք, ուղղակի կամերա նկարեք, քանի զինվորական կնկարեք։ Ոնց կարա այդպես բանակ լինի։ Մեղադրում ենք սպաներին անհաջողության մեջ։ Սպան ինչ անի, երբ որ իր ղեկավարները քաղաքացիական անձնավորություններ են, որոնք մասնագիտորեն կապ չունեն բանակի հետ։ Նույնիսկ դուք ինքներդ եք ասում, նույնիսկ բանակում շատերը չեն ծառայել։ Ու այսօր պաշտպանության նախարարությունում պաշտոններ են զբաղեցնում։ Ոնց կարա այդ բանակը դուրս գա եւ դառնա հաղթող։ Իհարկե, այս պահին չի կարա։